Բարևներ Արմաշի համից բոլորին, բոլոր իմ լավ հետևորդներին։ Ժողովուրդ, ինչ եմ պատրաստում, սիգաձուկ եմ հանել սարցարանից, ընդամենը 2 հատ, ուզում եմ ժարիտ անեմ։ Հիմա ինչ պետք անեմ, սառածեր, թողել եմ սառը ջրի մեջ, հենց սառը ջրի մեջ փափկել է։ Հիմա ուզում եմ կտրեմ, բաժանեմ 3 մասի, հետո ժարիտը հարգել հետևորդներ ջան, անելու եմ մեր այգում, փոքր գազը տանելու եմ այնտեղ, ծառի տակ նստեմ, ժարիտ անեմ։ Դե դուք գիտեք եմ ժարիտ անում, որովհետև գազս հենց նոր եմ մաքրել։ Չեմ ուզում, որ նորից երկրորդ անգամ զբաղվեմ գազի մաքրությամբ։ 3 մասի, մեջից հետ նորից այսպես բացեմ, այսպես ժողովուրդ, որ ավելի լավ ժարիտ լինի։ Այսպես սառած է ժողովուրդ ջան, դրա համար ասեք այսպես խրվում է, բայց ոչինչ։ Ժարիտը անելու եմ ալյուրով։ Հիմա կտրելուց հետո անելու եմ աղ եւ սև պղպեղ։ Հետո ալյուրը կլցնեմ փոքրիկ ցելոֆանե տոպրակի մեջ, ձկներն կլցնեմ մեջը, այսպես կխառնեմ, կլինի ալյուր եւ ժարիտ կանեմ։ Առանձին ափսեի մեջ ալյուր չեմ լցնելու ժողովուրդ ջան։ Ալյուրը կլցնեմ տոպրակի մեջ։ Սենց հատիկ անենք ու թեքենք հակառակ կողմը։ Բայց նորից ունեմ ձուկ ժողովուրդ ջան, ինքը լոքոյ է, մի քանի կտորել ունեմ, հետ պետք է առանձին ժարիտ անեմ։ Քիչ էլ նորից աղ անենք։ Հիմա ինչ անեմ, ձեռքերիս լվանամ, հասնեմ շարունակությանը։ Ասես լստում եմ շարեմ, հետո կանջատեստում։ Ժողովուրդ ջան, ես ժարիտները այդպես եմ անում, ձկան տանը անեմ, թե դրսում անեմ, այսպես եմ անում, որ էլ նորից ափսե ալյուրով չանեմ, հենց սենց վերջ հասնելուց հետո ցելոֆանը ուզում եմ աղբամանը, այսպես։
գնանք մի կողմ, վերցնենք փոքր գազը, թավան եւ գնանք այգի։ Ժողովուրդ ձեռքով եմ դնում, պատարակավով չեմ դնում, որտեղ ձեռքով հարմար է վերցնել։ Ժարի տնի ժողովուրդ ջան, մի քիչ գյոջա ուտեմ, օրեցօր, տեսեք ինչ լավ խոշորանում է, ձեռքերս լվացել եմ, հանկարծ չմտածեք թե ձկան, ձեռքերով եմ էլի ձեռքարի ժողովուրդ ջան, առանձին լավ լվացել եմ, հետո անտիրություն, ժողովուրդ ջան, այս ինչ համով է, ես սիրում եմ, որ կտով ուտեմ, ասեմ, իմ երեխեքը զարմանում են, ասում են մամա, ոնց ես դու կտով ուտում, որ սենց փոքր է, հենց սիրում եմ իրան կտով ուտեմ։
այսպիսիկներին ժողովուրդ ջան, նայեք տեսեք։ Ինչ էլ գողտրիկ այսպես նայում է, որ ինչա կարողանա մի կտոր էլ փախցնի։ Շտե։ 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 Հələ սրա նայել է նայի, հələ դու սրա նայել նայի։ Հարգելի հետևորդներ ջան, դե դուք արդեն տեսաք, թութը արդեն կիսակարմիր վիճակ է, երևի ընդամենը չգիտեմ 10 օր ասեմ, 10 օրը շատ է, երևի 10 օր սենց ասեմ, արդեն թութը կքաղենք, գիլասը կիսակարմիր է, այնպես որ մեր գործը արդեն համարենք բացված, որովհետև մի քանի օրից արդեն պետք է սկսենք մեր թութը քաղելը, շարելը, ու մենակ ոչ թե ես, հենց ընդհանուր մեր գյուղը, Արմաշ գյուղը։ Ամուսնուս ասում եմ, մի հատ այս այգու մեջ, մի հատ սիրուն հացի փուր սարքի իմ համար, որ հաց թխեմ, ժողովուրդ ջան, սիրում եմ հացի փուր, մի հատ փոքր հացի փուր սարքի, կամ սենց մի հատ փոքր անկյուն իմ համար, որ այնտեղ կարողանամ համ պիցա պատրաստեմ, համ հաց թխեմ, համ էլ այսպես ժարիք-մարիկները հանեմ դրսում, չեմ ուզում տանը պատրաստեմ, որովհետև ամեն մի բան պատրաստելուց հետո գազը պիտի մաքրեմ, չեմ կարա տենց անտեսեմ, դրա համար այսօր որոշեցի, որ հանեմ դրսում ժարի տանեմ, չնայած, որ այս պահին գազին ուրեմ ժողովուրդ ջան, ինչ է մեփում, քրջիկ է մեփում, ուրեմ ասեմ, այնպես չէր, որ հենց նպատակս էր, որ էփեի այսօր քրջիկ, ուղղակի սառնարանում կաղամբ ունեի դրած, թարմ կաղամբ թթու դրած, նոր թթու դրած կաղամբա, որ ասում արդեն հագեցել ենք ժողովուրդ ջան, որ միշտ տանը ունենում եմ, շուշուտ դնում եմ թթու, դուք էլ գիտեք, դե խոսքս իմ հետևորդների մասին է, որոշեցի համ սառնարանս մաքրեցի, ասի համ էլ լավ կլինի, որ այդ կաղամբով մի հատ, այսպես ասած, համով տաք քրջիկ էփեմ, ճիշտ է, չգիտեմ, երեխաները չեն ուտի, դե ես ու ամուսինս կուտենք, ես օրինակ շատ եմ սիրում, ամուսինս էլ նույնը, սիրում է քրջիկը բոշը, դրա համար այս պահին հիմա գազից կաղամբն է էփում, հետո կեթամ արդեն ծավարը կլցնեմ, կարտոֆիլը կլցնեմ, բայց հիմա դրսում եմ, Էլենս նստած է այնտեղ ժարիտի կողքը, ես էլ էստեղ ասի մի փոքր առանձնանամ, ձեր հետ մի երկու բառ զրուցեմ, դրսում է շատ հաճելի, հավեսին եղանակա ժողովուրդ, մանավանդ այս սարերի տակ, որ արժի ամեն ինչ։ Հələ թթի ծառի տակ նայեք, տեսեք ինչ հով է ընդհանուր, հələ նայեք, սենց կողքը։ Այսպես ժողովուրդ ջան, հիմա ժարիտս անեմ, վերջացնեմ, գնամ արդեն ճաշին հետևեմ։ Ժողովուրդ ջան, կրակը գնում է, բայց տեսեք, լիարժեք չի հասցնում, որ կարմրի, դե քամիկա կողքերը, ճիշտ այս մի կողմը տաստակ եմ դրեի, թքրուց ացկել եմ,
Այս մի երկու կտորը ասացի, որ ուրիշ ձուկ է, սիգա ձուկ չի։ Կարողանում եմ տեղավորել։ Ոչ։ Անենք, որ բացի ոչ։ Ժողովուրդ ջան, վերջացրեցի։ Տեսքը շատ լավն է, դե համի մասին է խոսք չկա։ Ժողովուրդ ջան, այս է այսօրվա պատրաստած քարճիկը, շատ համով է ժողովուրդ, նայեք ջրիկ էլ չեմ արի, ասի թող մի քիչ այսպես պնդոտ լինի, ու ես արդեն հասցրել եմ, կերել եմ, հակել հետևորդներ ջան, դե հիմա էլ արդեն կոֆեն սեղանին է, գնամ հյուրասենյակ, կոֆես էլ խմեմ։ Հարգելի հետևորդներ ջան, ձուկը կերանք, քրճիկը կերանք, երկուսն էլ շատ համով է։ Դե հիմա էլ կոֆեի ժամ է, կոֆե ենք խմում եւ երևի այսքանով էլ ավարտեմ այսօրվա հոլովակը եւ իմ լավ հետևորդներին ասեմ ցտեսություն։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ Էլեն Շահնազարյան YouTube-յան ալիքին։ Շնորհակալ եմ բոլորիցդ։